Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Քննարկում ենք հարց համար 23 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծի ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացման ուղղված կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում, մասնավորապես կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում, ինչպես նաև կառավարության ծրագրում։ Եվ այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք վերանայելով մեր կրթաթոշակային քաղաքականությունը նոր համակարգ ներդնենք արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով նախկինում նմանատիպ ձեռնարկների փորձը, մենք այս նախագծով փորձել ենք հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ռիսկերը այնպիսի մեխանիզմ ներդնել, որը ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար։ Մասնավորապես այս նախագծով նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք կհանդիսանան ուսանող օտարերկրյա հեղինակավոր բուհերում, և սա ասելով մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում և առաջին 75 բուհերը մագիստրատուրայի դեպքում, և այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսանողների ուսման վարձը։ Պետք է ասեմ, որ ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը, այսինքն առևտրային կազմակերպությունը, որը ի դեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով, մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում, նախատեսված են նաև համապատասխան գործընթացները մեր պատկերացրած ուղղությամբ չգնալու դեպքում որոշակի ֆինանսական հետևանքներ գործատուի համար։ Եվ կարծում ենք, որ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի մենք մի շարք առանցքային ոլորտներում համալրենք որակյալ կադրերով և որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում, դրանք ավելի արդյունավետ ու արտադրողականության տեսանկյունից բարենպաստ դարձնելով։ Միևնույն ժամանակ այս աշխատակիցների առկայությունը կբերի նաև նոր գիտելիքի կիրառմանը ու փոխանցմանը նաև մյուսներին։ Ինչպես նշեցի, հաշվի ենք առել նախկինում իրականացված տարբեր ծրագրերը, մասնավորապես վերլուծելով կրթաթոշակային այն ծրագրերը, որով մեր ուսանողները հնարավորություն էին ստանում սովորել դրսում, տեսել ենք, որ օրինակ լույս հիմնադրամի պարագայում շուրջ 20%-ն է ընդամենը կրթաթոշակառուների վերադարձել է և որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում, և կարծում ենք, որ այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե նաև աշխատանքային հեռանկար է առաջարկվում, ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայրը։ Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը, առաջարկում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, այս թեման մեզ վաղուց է տանջում, որովհետև մենք խնդիր ենք տեսնում նրա հետ, որ պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, որը մեր երկրի զարգացման կարևոր պայման է, և մենք անընդհատ մեխանիզմների փնտրտուքի մեջ ենք, թե ինչ անենք, որպեսզի այդ նման արդյունավետ ծրագիր ունենանք։ Եվ բնականաբար առաջին բանը, որ արել ենք, փորձել ենք վերլուծել այն փորձը, որը ունեցել ենք, ինչպես տիկին Անդրեասյանը ասաց,
լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստ է, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է, էլի, եւ սա էլի մենք sense պրոբլեմների չենք անդրադառնում։ Բայց սա ինչ պետք է հասկանանք, չէ՞, սա ինչ երևույթ է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Մենք այս թեմաներին չենք բանանում, չենք անդրադառնում ու տենց կուլտուրա մեր մոտ չկա։ Ինչին ասես անդրադառնում ենք sense թեման, բայց մենք այս հարցը առնվազն մենք մեզ ճանաչելու համար պետք է այս հարցը տանք մեզ։ Սա ինչ է նշանակում։ Սա ինչի մասին է վկայում։ Եվ մենք ու անընդհատ այս հարցը մեր օրակարգում դնում ենք, պետքա լուծել, եւ եկանք այն եզրակացության, որ պետքա կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն, այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ, որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։ Եվ էլ եմ ասում, ես հասկանում եմ, որ ես անկեղծ ասեմ, այդ թվերը տեսնելիս ուղղակի ջղայնանում եմ։ Ես չգիտեմ ուրիշների ինչ էմոցիա են, ես հասկանում եմ, որ պետքա հանդարտ վերաբերվել, բայց ես չեմ կարող սրան հանդարտ վերաբերվել։ Էլի բանի այդ կենացային տրամաբանությունը, որ սրա հետ դնում ես համեմատում ես, ասում ես, լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք, ինչքան խորը կարա լինի կեղծիքը։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք կոնկրետ ընկերությունը իրան մասնագետապետ, այդ մասնագետին ինքը ֆինանսավորում է, մենք 50%-ի չափով, հա։ Այսինքն, բայց եթե ամենաթոփ բուհերն են, չնայած այդ բուհեր ընդունվողները իրենց ցուցանիշներից եւ չափանիշներից ելնելով իրանք կրթաթոշակ պետք է ստանան, վճարվող կրթաթոշակին մենք որոշակի վճարվող ուսման վարձին մենք որոշակի ինչքան մասնավորն է մասնակցում, մենք այդքան ենք մասնակցում։ Մենք դրել ենք առավելագույն չափի սահման, որը ամեն ակադեմիական տարում 10 միլիոն դրամն է առավելագույնը։ Այդ չափով, բայց կարող են լինել դեպքեր, երբ որ ավելի պակաս է։ Այսինքն դա մաքսիմումն է։ Հիմա ես պարոն Պապիկյանը, քանի որ ուզում եմ հարց տա, ես տամ այդ հարցը։ Հիմա այս ուղղությամբ մենք տարկետում տալու ենք զինծառայությունից։ Պարոն վարչապետ, մեր մոտ արդեն գործում է 2018-ից տարկետման համակարգ, որով որ Շանհայի վարկանիշավորման համակարգի առաջին 50 բուհերում ուսանողներին տրամադրվում է եւ այս ընթացքում 18-ից ի վեր 380 հոգի օգտվել է այդ տարկետման համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է։ Իսկ քանիսն է ավարտել եւ քանիսն են 45-ը ավարտել են։ Քանիսն է վերադարձել։ Մենք այդ փորձել ենք ուսումնասիրել։ Տեսեք, եթե 45-ն էլ չեն վերադարձել, այդ արտոնությունը մենք հանում ենք ուղղակի։ Ես առանց քննարկման։ Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել։ Ընդ որում տղաներ են թե աղջիկներ են, էական չի։ Այստեղ մենակ ծառայության մասին չի, որովհետև մենակ զինվորական ծառայության մասին չի։ Այսինքն եթե պետությունը ջանք է գործադրել, հա, եթե պետությունը ջանք է գործադրել
Եվ եթե հիմա ավարտածների վիճակագրությունը տվեք։ Ես հասկանում եմ, էլի տենց մենք պետքա առաջատար բուհեր եւ այլն, վերադարձածների վիճակագրությունը կտակ, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինեն, մենք ուղղակի այդ արտոնությունը բան ենք անում։ Մենք կներեք այդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու։ Իրանք զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն։ Լավ։ Համեցեք, պարոն Պապ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս վերաբերում է նրան, ինչպես է կատարվում ընտրությունը, որտեղ խոսքը վերաբերում է պատանիներին դպրոցական տարիքի, ու մենք акցենտը դնում ենք ընկերությունների վրա, ովքեր պիտի վաղվա իրենց աշխատողին ընտրեն։ Այդ ընտրության մեխանիզմը եւ քվոտավորումը մարզերի եւ Երևանի միջև ինչպիսին է։ Իրականում այստեղ որևէ տարիքային շեմ չկա եւ շատ հնարավոր է, որ ընկերությունը ուղղակի իր մոտ աշխատող մարդուն արդեն ուղարկի սովորելու եւ սա նշանակում է, որ այստեղ մենք ինչու ենք հենց այս մեխանիզմը ընտրել, որպեսզի ոչ թե ուղղակի որևէ մեկի կրթության զարգացման մեջ ներդրում անենք, այլ մասնավորի հետ փոխկապակցված ծրագրով ներդրում անենք այն աշխատակիցների գիտելիքների զարգացման մեջ, որոնք հետո գալու են եւ այդտեղ աշխատելու են։ Այսինքն այստեղ ովքեր կլինեն շահառուները, պետք է կարծում եմ առնվազն 1 փուլով հայտարարությունների ընդունումից հետո, դիմումների ընդունումից հետո վերլուծենք, թե ում են ներկայացնում մասնավոր կազմակերպությունները, բայց կարծում եմ, որ այստեղ առնվազն այդպես դպրոցականների շքերթ չենք կարող ունենալ։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այսպես անել, որ ասել, որ այդ շահառուն պետքա 2 տարի առնվազն այդ ընկերությունում աշխատած լինի, որովհետև հիմա ենթադրենք 17 տարեկան 18 տարին լրացավ, այդտեղ աշխատեց եւ չնայած եթե ընդունվեն այդ վատ չի, բայց այդտեղ էլ վերադարձի վիճակագրության հարցն է։ Ես կարծում եմ, որ այս պայմանը պետքա դնենք, այսինքն պետքա համոզվենք, որ մարդ այդ ոլորտի աշխատող է։ Ինչ կլինի, որ սենց պայման սահմանենք։ 2 տարի, ասենք, աշխատող լինի։ Դրանով բազմաթիվ հարցեր կլուծենք։ Պարոն վարչապետ, այստեղ շրջանավարտների հարցն է առաջ կանգնելու, որոնք գուցե ավարտել են, այս պահին դեռ չունեն աշխատանքային փորձ եւ այդ ընկերություններում օրինակ մագիստրատուրա դիմելու, սովորելու հնարավորություն կունենան, բայց քննարկելու հարց է, կարծում եմ։ Համեցեք։ Վարչապետ, ես կարծում եմ դեռ առաջարկը շատ տրամաբանական է, որովհետև եթե որևէ կազմակերպություն պատրաստվում է իր աշխատողի վրա գումար դնել, օրինակ 10 միլիոն դրամ, որպեսզի նա գնա սովորի, 3 ընդունված աշխատողի վրա չի դնի։ Եթե դա դեպի բանը տեղի ունենում, դա ինչ որ տարօրինակ բան է։ Այսինքն հիմնարկը իր աշխատողին պետք է գնահատի, տեսնի այդ մարդը պոտենցիալ ունի իր հետագա իր մոտ աշխատելու թե չէ։ Թե չէ տենց կարա դառնա լրիվ ուրիշ բանի մեխանիզմ։ Այսինքն հիմնարկը թող 2 տարի իր մոտ աշխատի, աշխատավարձ վճարի այդ աշխատողին, ճանաչի աշխատողին, որովհետև չի կարելի։ Հա, այսինքն իր աշխատավարձն էլ ընդ որում էս էլ է բան, պետք է աշխատավարձն էլ նայել, եթե նվազագույն աշխատավարձ է տվել, օրինակ, ուրեմն ասում է, որ գիտեք, ինչ էս աշխատողը որակավորում չունի։ Եվ որակավորում չունեցող աշխատողի վրա ինչ է ուզում փող դնի։ Այդտեղ կարան տարբեր սխեմաներ գործեն։ Համեցեք։ Ես իրականության մեջ սա կաշխատի այն ժամանակ լավ իմաստով, ոչ թե հատուկ ինչ-որ դեպքերի համար, երբ որ 3-1-ին ընդունեն, որպեսզի այսօր պետությունը բանը տա իր վարձի կեսը, այն պարագայում է, որ այո, եւ կազմակերպությունը երբ կծախսի փող իր աշխատողի վրա։ Նույնիսկ 2 տարի, իրականության մեջ նույնիսկ 2 տարվա դեպքում կարող է չծախսի, այն տեսնի, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է, մեծ ներդրում ունի եւ որպես մի կազմակերպություն կա բաժնե տոմսերա տալիս, տարբեր տեսակի բաժնե մասեր եւ այլն, սա էլ էլի ներդրման ձև է, ինչպես աշխատավարձի բարձրացումը եւ այլն, այսինքն կրթություն ֆինանսավորել։ Ես այդպես եմ ասում, ասում որ կարող է ճիշտ նշեցիք, բարձրագույն կրթությունով գնա աշխատի, հետո մագիստրոսական կրթության համար գնա դրսում սովորի։ Այսինքն մենք այս հոգեբանությունից էլ պետքա դուրս գանք, չէ՞։ Մենք ասում ենք բուհում սովորել, պատկերացնում ենք 18 տարեկան։ Ստեղ ֆունդամենտալ պրոբլեմ կա, չէ՞, մենք այս ծրագրով պատկերացնում ենք 22 տարեկան, 24, 27, 30, 45։
որ մարդը իրական տնտեսության մեջ թե չասում եմ, թե չէ էս էլ լինելու է բանից արտագաղթի եւ բանակից ազատվելու այդ մեխանիզմ։ Կարող է սրա համար մարդիկ գործարան բացեն, որ ֆաբրիկա զվյոզդ։ Համեցիկ։